Բարև ձեզ, ծերիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որը դիտարկում է նյութական աշխարհի երկրորդական կամ հոգեբանական առաջագործությունը։ Տեսնում ենք, որ այդ առաջագործությունը ինքը անմիջական կապ ունի ըստարիացիների կենդանի էակի արժեքային համակարգի նրա բանականության հետ եւ թե ինչպիսի կենդանի էակներ են գալիս այս նյութական աշխարհ, ինչպիսի մարմիններ են նրանք ստանում, ինչպիսի գործունեություն են ծավալում եւ ըստ այնմ ինչպիսի արդյունքների են արժանի, որոշվում է միայն եւ միայն կենդանի էակի, կենդանի էակի արժեքային համակարգի, նրա ցանկությունների, այսինքն նախաձեռնությունը կենդանի էակինն է։ Մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մի կոնֆլիկտի մեջ կենդանի էակի հետ, այդ պատճառով չի մտնում, ինքը ըստարիացիների շատ հանգիստ է վերաբերվում կենդանի էակների այդ ցանկությանը, որում իրանք հայտնում են այդ պատրաստակամությունը ապրել ինչ-որ մի այլ փորձ, չէ՞։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ խաղաղ, հանգիստ տալիս է բոլոր հնարավորությունները, որպեսզի կենդանի էակները իրենք բավարարեն իրենց ցանկությունները, իրականացնեն այս սկզբունքները, որոնց ուզում են հետևել, եւ վերջում տալիս է համապատասխան արդյունքը։ Սա ինքը շատ կարևոր կետ է, որովհետեւ եթե մենք մտածում ենք, որ ուղղակի այսպես էլի կամայական Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ-որ մի բանի վրա ջղայնացավ, դուրս արեց, վռնդեց, անիծեց, եսի ինչ, հետո եկավ, ձևացրեց, որ ինքը սեր է, չգիտես ինչ է, հա, այդ բոլոր գաղափարները իրենք իրականում խոսում են հենց ամենասկզբից կենդանի էակի եւ Գերագույն Աստծո անձնավորության միջև կոնֆլիկտի մասին։ Գիտեք, ես այստեղ երևի կուզենամ մի բան ասեմ, էլի, մի քիչ տնավարի, եթե թույլ կտաք, հա, իրականում դա մի քիչ գոռոզ է, էլի, կենդանի էակի կողմից, որ ինքը մտածում է, որ ինքը այնքան կա, որ իրա մի հատ ինչ-որ չնչին սխալը կարող էր Գերագույն Աստծո անձնավորությանը իրա ափերից անել։ Մենք տեսնում ենք, որ այստեղ ընդհանրապես այդպիսի գաղափար չկա, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սինխրոնիզացիա է լինում կենդանի էակի ցանկությունների հետ, հա, եւ ամենակարևորը, չի հնչում ոչ մի այնպիսի գաղափար, որը կազատեր կենդանի էակին պատասխանատվությունից։ Որն է այդ պատասխանատվությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուղղակի ելնում է այդ կետից, որ ինքը ազատություն է տվել մեզ, եւ այդ ազատության հետ միասին մենք պատասխանատվություն ենք կրում, թե ասենք մեր ցանկությունները կամ այդ ցանկությունների իրականացման ձևը ինչպիսի արդյունքների է արժանի։ Ինչի համեմատ, այսինքն ինչպես է որոշվում արժանիությունը։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ունի մի մտադրություն. կենդանի էակները պիտի լինեն երջանիկ։ Հասկանում եք, ցանկացած այլ մտահղացում, որը ինքը որևիցե մեկին դժբախտացնում է, դա աստվածային քայլ չի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնվում է նույնիսկ կենդանի էակի արատավոր ցանկությունները բավարարել, որտեղ դա է նրա պատկերացումը երջանկության մասին։ Եվ ասում է, լավ, ինչպես ուզում ես, այնպես էլ իրականացրու քո երջանկությունը։ Բայց եթե ուրիշին դժբախտացրեցիր, ես քեզ պատասխանատվության եմ ենթարկելու։ Հա, այսինքն, տեսեք, Գերագույն Աստծո անձնավորությունն ինքը կոնֆլիկտի մեջ չի մտնում, բայց եւ չի հանում կենդանի էակի վրայից իր պատասխանատվության մասը։ Հասկանում եք, եւ սա ինքը շատ կարեւոր կետ է հոգեվոր զարգացումը ճիշտ տրամադրության, ճիշտ տրամաբանության վրա դնելու համար։
Մենք տեսանք, որ ուրեմն Տեր Բրահման ինքը առաջի հերթին նյութական աշխարհում արարեց ոչ թե Ադամին ու Եվային, ոչ թե մարդուն, այլ Իրանից դուրս եկան 4 ազատագրման սկզբունքները։ Այսինքն ինքը միանգամից սկսեց մտածում էր դրա մասին, թե ինչպես կենդանիակները դուրս գան այս աշխարհից, հա, եւ դրա համար իր մեջից դուրս եկան սանած գումարները, որոնք իրենք ազատագրման սկզբունքներն են։ Գումարները իրենք ուրեմն բանարեցին, հրաժարվեցին մասնակցել աշխարհի ընդլայնմանը, հա, եւ մենք խոսեցինք դրա մասին, որ դա բնական էր։ Տեր Բրահման ինքը մնաց չբավարարված վիճակում եւ այնպես չէր, որ ասես Բրահմանը ես ինչ չխայնացավ։ Ինքը չբավարարված վիճակում ուղղակի գիտեց իր ունքերը։ Եվ այդ գիտում են այդ կետից դուրս եկավ Ռուդրան, որը ինքը ջղայնության մարմնավորումն էր։ Այսինքն չբավարարված վիճակի։ Մենք ձեզ հետ հույսով եմ, որ բավականին մանրամասը քննարկեցինք այդ թեման, որովհետև ինքը իրականում շատ կարևոր է, ինչու է կարևոր, որտեղ Բհագավատամը ինքը ընդհանրապես մենք մինչև հիմա մշտական փիլիսոփայում ենք եւ դեռ մինչև 3-րդ երկի վերջը փիլիսոփայելու ենք, չէ՞, բայց թեկուս եւ փիլիսոփայությունը ինքը շատ է, բայց Բհագավատամը ինքը էմոցիայի մասին է, ինքը վերաբերմունքի մասին է, ինքը Աստծո եւ կենդանիների հարաբերությունների մասին է, հասկանում եք, իսկ հարաբերությունը ինքը այո իհարկե հենված է արժեքային համակարգի վրա, այսինքն հենված է գիտելիքի վրա, չէ՞, բայց գիտելիքը չի, որ ամենակարևորն է, էմոցիան է ամենակարևորը, եւ հոգեվոր աշխարհում ամենաբարձրը գնահատվում է հենց էմոցիան։ Ուղղակի որովհետև էմոցիան նյութական աշխարհում, երբ որ ինքը այսպես անցնում է կենդանիակի էգոիզմի մեջով, ինքը դառնում է կենդանիակի խնդիրը, չէ՞, այդ հիմքի վրա ուրեմն կենդանիակները իրենք երբ որ գալիս են մարդիկ, երբ որ գալիս է հոգևոր դաշտ, ինքը այդպիսի հասկացողություն է զարգացնում, որ ընդհանրապես ուրեմն էմոցիայից պետք է ազատվել, եւ այդ առաջի փուլում, այսինքն առաջի հոգևոր արդյունքի ժամանակ իմպերսոնալիստները իրանք իրոք այո իրենց առաջ հենց իր գերագույն աստվածնավորության կողմից դրված է այդ խնդիրը սկզբում զրոյացնել էգոիստական էմոցիաները եւ դրա շնորհիվ ստանալ ազատագրում, հա, եւ այսինքն ինքը շրջապտույտը այսպիսին է, կենդանիակը ինքը ուներ հնարավորություն լինել ճիշտ էմոցիաների մեջ, ինքը հերքեց այդ հնարավորությունը, երբ որ ինքը գալիս է յութական աշխարհ, ինքը նորից անցնում է այդ լույսի բանի մեջով, այսինքն ինքը մոռանում է իր հոգևոր մարմինը, մոռանում է հոգևոր էմոցիաները, հա, եւ մտնում է նյութական աշխարհ իր էգոիզմով, ստանում է էգոիստական մարմին, էգոիստական կեղծ ես, բանականություն եւ միտք, մտավ աշխարհ, հա, բոլոր էմոցիաները ունեն էգոիզմի դրոշման։ Հիմա ինքը պիտի վերադառնա, ուրեմն առաջի հերթին, չէ, որ եւ այդ դրոշմը, էգոիզմի դրոշմը, ինքը կենդանիակի դժբախտությունների 80%-ի հիմքն է։ Հիմա կենդանիակը ինքը արդեն եկավ կանգնեց հոգևոր դաշտ, չէ, առաջի հերթին ինքը մենք բազմիցս խոսացել ենք եւ իր բացասական էմոցիաները եւ դրական էմոցիաները, մենք մի բառով ենք ասում, հա, ատելությունները եւ կապվածությունները բերում է արդարության դաշտ։ Դա լինում է կարմա յոգայի բանը, այն ինչ որ կիրառում են բոլոր կրոնականությունները, բարոյականության դաշտը, որը իրականում արիացիների կատարմամբ ոչ թե նախատեսված է նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը սովորի բան անել, էլի, համբերել ուրիշների արատավոր քայլերը, հա, այլ ստեղծված է նրա համար, որպեսզի կենդանիակը ինքը լինի երջանիկ։ Եվ ես պնդում եմ, որ եթե մենք գործ ունենք իրական կրոնականության հետ, ապա այդ դաշտում բոլորը պիտի լինեն երջանիկ։
Եվ դրա համար է, որ ես միշտ ասում եմ, այո իհարկե, մենք այդ երկրին պիտի մնանք անսահման շնորհակալ, որ իրենք արիացիների գիտելիքը պահպանել են, բայց իրենց երկրի վիճակը, իմինը հոգեբանական վիճակը, ինքը չի խոսում նրա մասին, որ գիտելիքը, որը իրենք պահպանել են, իրենք այդ գիտելիքը ճիշտ են հասկանում եւ ճիշտ են կիրառել։ Հասկանում եք, որովհետեւ ճիշտ կիրառված կրոնական սկզբունքները ունեն երկու գլխավոր արդյունք՝ տառապանքի պակասեցում, երջանկության ավելացում։ Հասկանում եք, այո, իհարկե, այնպես չի, որ ես դա չեմ հասկանում։ Իհարկե, աստվածամերժության դարաշրջանում ագրեսիվ աստվածամերժերը իրենք ամեն ինչ անում են, որպեսզի առաքինի ազնվորությունները լինեն դժբախտ։ Ինչու՞, որտեղ ինքը դարաշրջանը, որ, այսպես էլի, քրիստոնեաբար եթե ասենք, սատանայի տակ ենք ման գալիս, հա, եւ այո, իհարկե, սատանիստները իրանք ամեն ինչ անում են, որպեսզի կրոնական ազնվորությունները իրենք չստանան իրենց կրոնականության ուրեմն պտուղները, հա, եւ մեր դարաշրջանում իհարկե դժվար է հաստատվելը, բայց այն դարաշրջանը, որում մենք ենք ապրում, հենց հիմա, այս պահին, չէ՞, ինքը տարբերվում է աստվածամերժության դարաշրջանի ընդհանուր բանից, էլի ատմոսֆերայից, հասկանում եք, մթնոլորտից, ինչով հիմա հայտարարված է ողորմածության ուրեմն մի փոքր հատված այդ դարաշրջանի մեջ։ Եվ օրինաչափությունները մի թեթև խախտված են։ Այնպես չի, որ ագրեսիվ աստվածամերժերը իրենք այսպես ձեռքերը ծալել են եւ հանձնվել են, բայց ոչ էլ այնպես է, որ ասենք այնպիսի իրավիճակ կա, որ ասենք այսպես էլի շատ նեղացնեն իրական կրոնական մարդկանց։ Դեռ որ այդ ամեն ինչ որ այսպես էլի տանելիք սահմաններում է։ Հիմա ծերիներս, չէ՞։ Ուրեմն հետևաբար մենք կարողանում ենք հասկանալ, որ երբ որ կենթանիակը ինքը վերադառնում է, ինքը նորից հիմա պիտի զրոյացնի սխալ էմոցիան, հայտնվի այդ լույսի մեջ, այնտեղ որոշ ժամանակ մնա, մինչև իրա ես միշտ ասում եմ, բանը, ակտիվ բնությունը գլուխ բարձրացնի։ Եվ այդ ժամանակ ինքը նորից իրեն հարց է տալիս։ Ես տառապանք բերող էմոցիաներից հրաժարվել եմ, մտել եմ մի դաշտ, որտեղ ես ոչ մի բան եմ, չունեմ ոչ կյանք, ոչ զգացմունք, ոչ հարաբերություններ, ոչ այս, ոչ այն, ուղղակի լույսի մի կտոր եմ այնտեղ դրած, հա, եւ բավարարված չեմ վերջնականում այդ իրավիճակով։ Հասկանում եք։ Նյութական աշխարհում մեր ժամանակներում նրանք, ովքեր որ փորձ են կատարում մի պերսոնալ բրահմանի գիտելիքի հիմքի վրա շարժվեն եւ ազատագրում ստանան, իրենք շատ դեպքերում մի քիչ սխալ պատկերացում ունեն այս process-ի մասին, որովհետեւ իրենք մտածում են, որ իրենք այսպես մեդիտացիա անեն կամ ինչ որ մի հաշվին, արդեն հիմա դա կարևոր չի, հայտնվեն ինչ որ մի հատ հանդարտ խաղաղ վիճակի մեջ, որպեսզի հետո այդպես էլի բանզարյատկա եղած դուրս գան եւ նյութական աշխարհում շփվեն։ Իրական իմպերսոնալիստը ինքը սարերում ապրող անձնավորություն է, որը ընդհանրապես երբեք չի իջնում մարդկային հասարակության մեջ։ Հասկանում եք, այդ մնացած բոլոր տեսակի պրակտիկաները այդ ուղղությամբ իրանք խաղալիք են, սխալ բացարձակ ոչ մի իրանց իրական արդյունքի հետ կապված ոչ մի արդյունավետություն չունեցող պրակտիկա է։ Այո, իհարկե, հանգստություն է բերում, հավասարակշռություն է բերում, ինչ որ իմաստություն է բերում եւ այլն, որը մարդուն հնարավորություն է տալիս, որը ինքը մի աստիճան ավելի բարձր մակարդակից վերաբերվի այս աշխարհին։ Բայց իմպերսոնալ պրակտիկայի վերջնական արդյունքը դրանում չի։ Հասկանում եք, այդ պրակտիկան ինքը նախատեսված է ազատագրման համար։ Իսկ ազատագրումը ինքը տեղի է ունենում միայն եւ միայն հրաժարման հաշվին։ Երբ որ ազնվորությունը ինքը վերցնում է իր ազատագրման պրակտիկան, բերում է հասարակության մեջ եւ ըստ էության դրանից շոու է սարքում հետևորդներ հավաքելու համար, դա իմպերսոնալիստից
միլիարդ կիլոմետր հեռու ուրեմն պահելաձև է, որը ոչ մի կապ չունի կլասիկայի հետ։ Հիմա սիրելիներ, չէ՞։ Ուրեմն երբ որ կենդանիակը ինքը այդ ցիկլը անցավ, հիմա ինքը իրեն նորից վերադարձնում է հոգևոր հոգեբանությունը։ Այն հոգեբանությունը, որի հիմքի վրա ձևավորվում է հոգևոր աշխարհը, այսինքն բոլոր կենդանիակները լինում են երջանիկ։ Ըստ Աստծո մտադրության։ Հասկանում եք, գաղափարը, որ հոգևոր աշխարհում գոյություն ունեն մի քանի բաներ, ասեք, մի քանի հրեշտակներ եւ Ադամ ու Եվա, ու վсё։ Դա մի քիչ բան էլի շատ այսպես խղճուկ գաղափար է։ Հիմա ծերիներս, ուրեմն եւ մենք տեսանք, որ Տեր Բրահմայի մարմնից դուրս եկավ ջղայնությունը, խոսեցինք այդ էմոցիայի մասին, դրա համար ես հետ գնացի պատտում, որ մենք հասկանանք, որ Շրիմադ Բhagavatam-ը ինքը խոսում է արդեն այդ էմոցիան ճիշտ դաշտ վերադառնալու մասին, հա, այսինքն դիտարկել Գերագույն Աստծո անձնավորությանը եւ նրա մաքուր նվիրալներին որպես էմոցիոնալ մտերմիկ գողտրիկ հարաբերությունների համար անվտանգ օբյեկտներ, այսինքն նրանք անձնավորություններ են, որոնք երբեք ոչ մի տեսակի կապվածությունները կամ որևիցե երևույթ հարաբերությունների մեջ չեն չարաշահում։ Եվ այստեղ խնդիրը արդեն կայանում է միայն նրանում, թե ինչքանով նյութական փորձ անցած կենդանիակը, ինչքանով ինքը որակավորում ունի, ասենք, վնաս չտալ հոգևոր աշխարհի ապրողներին։ Եվ ուրիշ ոչ մի խնդիր այդտեղ չկա, որտեղ իրենք հոգևոր աշխարհի ապրողները ինչպես հաստատված էին մաքուր սիրո մեջ, հիմա հաստատված են այդ սիրո մեջ եւ միշտ լինելու են հաստատված։ Դրա համար խոսացում է նրա մասին, որ կան կենդանիակներ, որոնք իրենք հավերժ ազատագրված են, այսինքն երբեք ցանկություն չեն ունենում մտնել էգոիզմի դաշտը, չէ՞։ Եվ ուրեմն մենք այդ թեման քննարկեցինք, հույսով եմ, որ բավականին հետաքրքիր ձևով, որը մեզ հնարավորություն տվեց, որպեսզի մենք գիտակցենք ինչ-որ հետաքրքիր թեմաներ բանանենք, հասկանանք, հա, եւ մենք շարունակում ենք մեր տեքստերը։ Կդրեք ես այս պահին երևի թե կորցրեցի բանը, թարգմանված տեքստերը։ Ոչինչ, ես ուղղակիորեն կթարգմանեմ։ Ուրեմն Շրիմադ Բhagavatam 3-րդ երգ 12-րդ գլուխ 15 տեքստերից։ Ասահման հզոր Ռուդրան, որի մարմինը ինքը այսպես կապտակարմրավուն գույն ուներ, ուրեմն լույս աշխարհ բերեց բազմաթիվ ուրեմն սերունդներ։ Եւ այդ բոլոր ազնվորությունները իրենք, այսպես մեկը մեկին նման էին նրան իրենց արտաքինով, ուժով եւ բան այսպես ջղային բնավորությամբ, հա, հավաքվելով իրար հետ Ռուդրայի բազմականակ ուրեմն բաները, սերունդները, նրա տղաները, նրա թոռները, ուրեմն փորձ կատարեցին կուլ տալ տիեզերքը։ Տեսնելով դա, Բրահման, կենդանիակների հայրը, ուրեմն լուրջ անհանգստացավ եւ դիմելով Ռուդրային Տեր Բրահման ասաց. «Օլավագույնը կիսաստվածներից այլևս անհրաժեշտություն չկա, որպեսզի դու արարես այսպիսի կենդանի էակներ, իրենց ուրեմն բաներ, իրենց աչքերից դուրս եկող ուրեմն բանը, կրակը, հա, այդ կրակով իրանք սկսել են ոչնչացնել ամեն ինչը իրենց շուրջը եւ նույնիսկ համարձակվել են հարձակվել իմ վրա»։
Ուրեմն ինչպես տեսնում ենք, արդեն տրամադրություններով եւ հարաբերություններով լի տեքստ է, հա, եւ հիմա այս բլոկը, որը նոր իրավիճակ է բացում, չէ՞, ինքը ամբողջ գլխի երևի թե ամենայսպես հանգուցային տեքստերն են, ինչի, որովհետեւ այստեղ ավարտվում է Ռուդրայի այդ սիմվոլիկ ծնունդը եւ արդեն սկսվում է դեմոնստրացիան, թե ինչ է տեղի ունենում, հա, երբ որ բանը ավիրող սկզբունքը կամ ավիրող էներգիան ինքը հնարավորություն է ստանում առանց ղեկավարված լինելու բազմանալ, հա, ուրեմն մենք ձեզ հետ քննարկեցինք, որ սրանից առաջվա տեքստերը իրենք նկարագրեցին ուժի առաջացումը, հա, իսկ այս տեքստերից սկսված քննարկվում է թե ինչպիսի արդյունք է տալիս ավիրվածության ուժը, հա, եթե ինքը ընդհանրապես ղեկավարված չի։ Ուրեմն այստեղ Տեր Բրահման ինքը դիմեց, չէ, կներեք, Մայտրեյան ինքը ուղակի տեքստ ասեց, չէ, որ ուրեմն Ռուդրան ինքը ինչ ասեց անսահման հզոր Ռուդրան, չէ, այսինքն այն, որ իր տղաները եւ իր թոռները իրանք սկսեցին այդ աչքերի մեջի դուրս եկած ջղայնության կրակով այրել ամբողջ շրջապատը, չէ, դրանից առաջ ուրեմն Մայտրեյան ինքը արտասանում է բառեր, որոնք Ռուդրայի վրայից վերցնում են պատասխանատվությունը, հա, այսինքն շատ կարևոր կետ է, որ ինքը չասեց, որ Ռուդրայի թուլության պատճառով նրա տղաները եւ թոռները սկսեցին ավիրել տիեզերքը, իրանք ասեցին, ինքը ասեց անսահման հզոր Ռուդրան, այսինքն այնինչ որ տեղի կունենա դրանից հետո, դա ոչ թե Ռուդրայի թուլության հիմքն է, հա, այսինքն հակառակը, խնդիրը կայանում է նրանում, որ Ռուդրան ինքը չափից ավելի ուժեղ է։ Բhagavad Gita-ում Տեր Քրիշնան ինքը մի հատ շատ կարևոր գաղափար առաջ կքաշի։ Երբ որ ինքը խոսում է 3 գոյավիճակների մասին, իսկ մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք նրա մասին, որ 3 գոյավիճակները իրանք ունեն իրենց ղեկավարները, առաքինության գոյավիճակը դա Արարիչն է ղեկավարում, կրքերի գոյավիճակը Տեր Բրահման, հա, այսինքն կենդանիակը, եւ տգիտության գոյավիճակը, ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության հատուկ մարմնավորումը, որը կոչվում է Շիվա կամ Ռուդրա, հասկանում եք, հա, եւ այստեղ հիմա փաստացի խոսվում է նրա մասին, հա, եւ կներեք, եւ այնտեղ Տեր Քրիշնան ինքը ասում է, որ բաները, այդ գոյավիճակները իրանք մշտական նյութական աշխարհում իրար մեջ պայքար են մղում առավելության համար։ Հա, եւ հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ հիմա այս պահին Ռուդրան եւ նրա ուրեմն ժառանգները սկսեցին ավիրել տիեզերքը։ Այսինքն հիմա այստեղ խոսվում է նրա մասին, որ ոչ միայն թուլությունն է վտանգավոր, հա, ուժն էլ կարող է լինել խնդրեմ, եթե ինքը հավասարակշռված չի։ Տեսեք ունակ, հիմա մեր մոլորակի վրա ինքը շատ բարենպաստ իրավիճակ է այս սկզբունքը հասկանալու համար, որովհետև աճել են, չէ, այքանի իրանք զարգանում էին, դա մենք այսպես հանգիստ նայում էինք այդ process-ին, մեկ-մեկ գովում էինք, մեկ-մեկ բան, բայց ոչ մեկ չէր վախենում։ Հիմա, երբ որ ինչ-որ պետություններ, ինչ-որ ազգեր, իրենք ահռելի ուժ են կուտակել, չէ, այդ տեսեք, երբ որ այդ ուժը ինքը կրքերին է ծառայում, այլ ոչ թե առաքինությանը, էգոիզմին է ծառայում, այլ ոչ թե բարիությանը, չէ, տեսեք աշխարհը ինչքան վտանգներով է լցվում, չէ, եւ մենք հիմա սարսափում ենք, երբ որ
Եվ լուրջ մարդը հիմա ոչ մի վարքյան չի կարող լինի հանգիստ, որովհետև լուրջ մարդը ինքը հիմա հասկանում է, որ այն սենց են անդունդի եզրով է հիմա քայլում մարդկությունը երրորդ համաշխարհայինից։ Կան մասնագետներ, որոնք իրենք պնդում են, որ երրորդ համաշխարհայինը իրականում արդեն սկսել է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, երբ որ ուժը ինքը հավասարակշռված չի, դա մեծ խնդրեմ է։ Եվ մարդկությունը աստվածամեժության դարաշրջանում ինքը մշտական եփվել է այդ դրա մեջ։ Հասկանում եք։ Հիմա խոսեց նրա մասին, որ այդ կապտա կարմրավուն մարմին ունեցողը, հա, մենք արդեն այս կերպարի հետ շփվել ենք, որովհետև ամենասկզբում ինքը հենց այդպիսին էլ նկարագրվեց։ Մենք այն ժամանակ ասեցինք, որ կարմիր գույնը ինքը ասոցիացվում է կրքերի հետ, ակտիվության հետ, այսպես էլի այդ էմոցիոնալ բուրըն վիճակի հետ, չէ՞։ Եվ ասենք, եթե մարդը ինքը տեսնում է, որ ասենք ինքը բավականին անգույն վիճակում է գտնվում, չէ՞, իրան այսպես բան են անում, խորհուրդ է տրվում ընդհանրապես շրջապատում, տան մեջ կամ աշխատանքի վայրում, հագուստի մեջ անպայման մտցնել կարմիր գույնը։ Չէ՞։ Հիմա կապույտ գույնը ինքը ուրեմն ասոցիացվում, այսինքն ինչու՞ համար, որտեղ երբ որ անձնավորությունը ինքը կարմիր գույնի հետ է շփվում, չէ՞, իր մոտ ինքը ակտիվանում է։ Եվ կարմիր գույնը ինքը շատ բարենպաստ է ալարկոտ մարդկանց համար։ Հիմա կապույտը, չէ՞, ինքը ասոցիացվում է խորության հետ, ասոցիացվում է գաղտնիքի հետ, հա, մեկ ընկալվում է որպես հին ձևերը բան էլի, քայքայման պրոցեսների հետ, հա։ Հիմա երբ որ խոսացվում է նրա մասին, որ Ռուդրայի մարմինը ինքը կարմրակապույտ էր, չէ՞, դա խոսում է նրա մասին, որ ինքը իր մեջ համատեղում էր այս երկու սկզբունքը, հա։ Եվ այդ Ռուդրան, որը ինքը համատեղում էր, որը ինքը ահավոր հզոր էր, ինքը ուրեմն լույս աշխարհ բերեց բազմաքանակ սերունդ, հա, այսինքն սկսվում է ամենակարևորը նյութական աշխարհում ցանկացած երևույթ, որը ինքը ուրեմն ստեղծվում է, ինքը իրան վերարտադրելու ունակություն ունի։ Հա, հիմա Մադրյանիկը շարունակեց, ասեց այդ սերունդները իրանք սենց տոչ, այսինքն մեկը մեկին նման էին իրան։ Հասկանում եք։ Այսինքն իրանք ոչ թե ուղղակի Ռուդրայի երեխաներն էին, հա, որոնք կարող էին, ոնց որ ասենք մեր ժամանակներում, չէ, ես դա միշտ քննարկում եմ, որ աստվածամեժության ժամանակներում այդ խնդիրը ինքը մի քիչ այլ կերպ է։ Այսինքն մեր ժամանակներում մեր երեխաները կարող են լինել ուղղակի մեր հակապատկերը։ Դա ինչ որ հատուկ նպատակով է, հիմա այդ նպատակները քննարկելու պահը չի, բայց մենք տեսնում ենք, չէ՞, դա փաստացի, որ ասենք շատ հաճախ եւ դրա համար միայն աստվածամեժության դարաշրջանում է, որ կա այդպիսի խոսակցություն, ծնողների եւ երեխաների կոնֆլիկտ։ Հասկանում եք, չէ՞։ Այստեղ տեքստը ասում է, որ իրանք ոչ թե ուղղակի Ռուդրայի երեխաներն էին, որոնք կարող էին ընդհանրապես իրան նման չլինել։ Իրանք ասում են ոչ, այդ երեխաները Ռուդրայի շարունակությունն էին եւ այսպես է մեկը մեկին նման էին իրան։ Ոստեղ, այսպես հայաբարի ասած, մենակ քիթմռութի մասին չէր խոսքը, էլի։ Հասկանում եք։ Ուրեմն պարզի, որ այստեղ կա նաեւ հոգեբանական կապ, չէ՞։ Այսինքն ամեն մի էներգիա նյութական աշխարհում ինքը իրան վերարտադրել գիտի։ Ջղայնություն է ծնում, ագահությունը նոր ագահություն է ծնում, ուրեմն գոռոզությունը նոր գոռոզություն է ծնում։ Հասկանում եք։ Այսինքն, եթե մենք արդեն խոսում ենք հոգու մաքրագործման տեսանկյունից, ես խնդրում եմ, որ դուք այդ բառակապակցությունը հիշեք, անարդը եվրիտի, այսինքն այդ էլի բան էլի հոգու
կեղտոտվածությունից մաքրագործման process, չէ՞։ Եթե մենք դրան այդ տեսանկյունից ենք խոսում, ապա այդ հոգու կեղտոտվածությունը ինքը երբեք մենակ չի լինում։ Հասկանում եք։ Եվ այդ հոգու կեղտոտվածությունը ինքը իր շուրջը միշտ ձգտում է ստեղծել սեփական աշխարհը։ Ուզում է դա լինի արտաքինով, ուզում է դա լինի ուժով, ուզում է էլի, դա լինի, ասենք, ներքին բնավորությամբ, այսինքն ոչ թե միայն արտաքնապես է ինքը իրան վերարտադրում, այլև էությամբ։ Հասկանում եք, եւ այստեղ այսա էր, որ Մայտրեյան ինքը փաստացի ասեց, որ նույնիսկ ռուդրայի բնավորությունն էր տեղափոխված, եւ սա շատ կարևոր գաղափար է, հա։ Այսինքն մենք, երբ որ մենք ինչ-որ մեկի ժառանգներն ենք, մենք ոչ թե միայն իրանց գործողություններն ենք ժառանգում, այլև կարող ենք ժառանգել իրանց ձևը, իրանց մշակույթը, ընդհանրապես, ասենք, վերաբերվել այս աշխարհին, այս աշխարհում ինչ-որ ռեակցիաներ տալ, գործել այս աշխարհում, հասկանում եք, չէ՞։ Եվ 16-րդ տեքստում Մայտրեյան ասաց հավաքվելով միասին։ Սա շատ հետաքրքիր կետ է, որտեղ խոսացվում է նրա մասին, որ ջղայնությունով, այսպես բանալած, տարված կենդանիակները կարող են համախմբվել։ Չէ՞։ Եվ դա, եթե ասենք արդեն լուրջ ենք խոսում, աստվածամեժության դարաշրջանում բոլոր բանակները իրանք հենց այս սկզբունքով են։ Իրանց սրտում ատելություն, զայրույթ, բռնության հանդեպ հակում ունեցող տղամարդիկ հավաքվում են իրար հետ։ Հասկանում եք։ Այսինքն քանի այդպիսի ազնվորություններ իրանք ցակուցրիվ են, իրանք այսպես էլի համեմատաբար անվտանգ են։ Խնդիրը ինքը սկսվում է այն ժամանակ, երբ որ այդպիսի հոգեբանություն ունեցողներին հնարավորություն է տրվում, որպեսզի իրենք միություն կազմեն։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ ջղայնությունը միավորվում է գոռոզության հետ, գոռոզությունը միավորվում է սրտի վիրավորանքների հետ, հա, այդ աբիդը։ Սրտի վիրավորանքները իրանք կարող են միավորվել բանի հետ, ինքնաարդարացման հետ, հա, որ ինձ նեղացրել են, դրա համար ես այսպիսի այլանդակ եմ, հասկանում եք, եւ առաջանում է մի ամբողջ սիստեմա։ Եվ դրա համար Մայտրեյան ինքը ասեց բան էլի բիսչիսլիննի է, այսինքն բան էլի անսահման սերունդները։ Եվ սա հենց դրա մասին է խոսում, որ այդ այսպես կոչված անարդաները կամ սրտի արատները, չէ, իրանք մի հատ շատ տհաճ ուրեմն որակավորում ունեն։ Իրանք տարածվում են ավելի արագ, քան առաքինությունը։ Նյութական աշխարհում ապրող, հատկապես աստվածամեժության դարաշրջանում ապրող կենդանիակներ իրենք ունեն արատավոր բնություն։ Եվ արատավոր ամեն մի բան շատ ավելի մեծ հաճույքով են ընդունում, շատ ավելի արագ են ընդունում, քան առաքինության սկզբունքները։ Հասկանում եք։ Եվ բավական է, որ մարդը ինքը իր մեջ մի անգամ մի հատ սխալ որոշում ընդունի, այդ մի հատ արատավոր հիմքի վրա սխալ որոշում ընդունված որոշումը ինքը կարող է, ասած է կոմում էլի, այն բանի նման տասնյակ խնդիրներ ստեղծի, հա։ Եվ ինչ ասեց, ասեց իրանք փորձեցին կլանել տիեզերքը։ Հասկանում եք, եւ սա հայերեն չգիտեմ ինչպես է ռուսերեն это глагол, հա, սա բայ, չէ, այդ որ գործողություն ցույց տվող, չէ, եւ սա շատ հետաքրքիր էր, որտեղ ասեց իրանք փորձեցին կլանել,
Հասկանում եք, ոչ թե վնասել, ոչ թե փոխել, ոչ թե սահմանափակել, այլ կուլ տալ։ Հասկանում եք, հա? Եվ սա իրականում այդ նյութական աշխարհում ապրող կենդանիների կեղծ եսի այսպես էլի, ամենաճշգրիտ նկարագրությունն է։ Ինչու՞, որովհետև կեղծ եսը կենդանիակի ինքը երբեք չի բավարարվում իր տեղով։ Ինքը միշտ ձգտում է լինել ամեն ինչի կենտրոնը, որտեղ որ ինքը բան է, ասեք, որտեղ որ ինքը հայտնվում է, չէ՞։ Հիմա Բրահմանինքը ասեց այլևս կարիք չկա։ Այլևս կարիք չկա, որ դու արտադրես այսպիսի կենդանի էակներ։ Հասկանում եք, տեսեք, այսինքն Բրահմանինքը չեկավ չասեց. ես հիմա քո գլուխը կկտրեմ, այլանդակ ապիկար, այսինչ ես արել, ամբողջ աշխարհը հիմա կանգնել է վտանգի առաջ, չգիտեմ ինչ, չէ՞։ Բրահմանինքը շատ հարգալից մոտեցավ Ռուդրային, առանց ոչ մի վնաս նրան տալու միտումով։ Սա շատ պրինցիպիալ կետ է, հա։ Ինքը ուղղակի սահմանափակեց, ասկա ոչ թե վերացրեց, որտեղ մինչև այդ հենց ինքն էլ ասել էր, որ այստեղ, սա քո կացարանն է, այստեղ դու կարող ես հանգիստ ապրել, հա, բայց երբ որ իր սերունդները, իրանք անցան այդ սահմանները եւ փորձ կատարեցին կուլ տալ ամբողջ տիեզերքը, Ռուդրան եկավ եւ ոչ թե փորձեց կներեք, Բրահմանը եկավ եւ ոչ թե ինքը փորձեց վնաս տալ Ռուդրային, հասկանում եք, սա շատ պրինցիպիալ կետ է, ինքը փորձեց սահմանափակել Ռուդրայի վերարտադրվելը, այսինքն հիմա ինչ են ուզում ասեն արիացիները, իրանց կարծիքը, մենք այստեղ հիմա ուսումնասիրում ենք իրանց սուրբ գրվածքը, այսինքն իրանց կարծիքը, չէ, որին իրանք հետևում էին, արդեն կապ չունի թե այդ կարծիքը ով է տվել, հա, այսինքն իրանք հիմա խոսում են նրա մասին, որ ուժը ինքը պրոբլեմ չի, պրոբլեմը, երբ որ ուժը դուրս է գալիս ղեկավարությունից, տեսեք ասենք, չէ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկությունը ինքը ընդհանուր առմամբ կազմեցին, այսպես կոչված այդ ՕՕՆ գաղափարը, չէ, որտեղ բոլոր պետությունը, բոլոր մասնակից պետությունները քննարկում են, հաշվի առնելով իհարկե ամեն մեկի հզորությունը, չէ, քննարկում են եւ գալիս են ինչ-որ մի հատ բանի, ինչ-որ մի հատ եզրակացության։ Այդ եզրակացությունը դառնում է բոլոր մասնակիցների համար օրենք, այսինքն դա ինչ է նշանակում, որ ուժը ղեկավարվում է օրենքով։ Հասկանում եք։ Ինչ արեց պարոն Տրամպը իր առաջի ընտրության ժամանակ։ Ինքը միանգամից անհարգանք մտցրեց միջազգային բոլոր կառույցների հանդեպ։ Եվ հայտարարեց ուժի գերիշխանության դարաշրջան։ Ով ուժեղ է, թող կայանա եւ մենք կհամագործակցենք։ Այսինքն ինքը դարձրեց ուժը չղեկավարվող։ Ամեն մի ուժ հիմա իրավունք ունի, ինչպես ինքը ուզում է, ինչպես ինքը կարող է այդ ուժը կիրառի։ Եվ դեմոկրատ, այսպես կոչված եվրոպական միությունը կամ դեմոկրատ աշխարհը ինքը հիմա այսպես ատամներով պայքարում է, որպեսզի մարդկությունը պահի այդ օրենքին, ուժը օրենքին ենթարկացնելու դաշտում։ Հասկանում եք։ Եվ իհարկե ուժերներին դա դուր չի գալիս։ Հա, իսկ թույլերի համար դա կենթանի մնալու միակ ձևն է։ Հասկանում եք, եւ այդ դրա համար Բրահման ինքը ոչ թե Ռուդրային փորձեց վնաս տա։ Ինքը ասեց այն ուժը, որին դու տիրապետում ես, նյութական աշխարհում պետք է, հա, բայց ինքը խնդիր է դառնում, եթե առանց ղեկավարման վերարտադրվում է, այսինքն շատանում, հա, եւ ինքը ինչ ասեց, ասեց իրանց աչքերի մեջից կրակ է դուրս գալիս,
Չէ, եւ սա հոգեբանորեն, այսպես էլ շատ ճշգրիտ կերպար է։ Ինչու որտեվ աչքերը իրանք միշտ կապված են աշխարհը ընկալելու հնարավորության հետ, չէ՞։ Այսինքն ինֆորմացիայի քանակությունը, որը մեզ տալիս են աչքերը, ուրիշ ոչ մի զգայարան չի տալիս։ Հա։ Հիմա տեսեք, ինչ է այստեղ ասում։ Ինքը ասում է, երբ որ բանը, այդ սրտի կեղտոտվածությունը կամ արատը ինքը հասնում է իր հասունության, չէ՞։ Կենդանիակը ինքը ամբողջ աշխարհը սկսում է տեսնել այդ իր արատի միջով։ Հասկանում եք։ Եվ ջղայնությունը ինքը սկսում է աշխարհին նայել ջղայնությամբ։ Նախանձը ինքը սկսում է աշխարհին նայել նախանձով։ Վախը սկսում է աշխարհին նայել որպես վախի աղբյուր, չէ՞։ Հա։ Եվ բանը այդ կրակը ինքը դուրս է գալիս հենց այդ ընկալման տրամադրությունից։ Եվ Բրահման ասեց, իրանք ոչնչացնում են իրենց շրջապատում ամեն ինչ։ Հասկանում եք, այսինքն տեսեք, մենք մինչև այդ խոսեցինք ավիրման process-ների օգտակարության եւ կիրառելիության կետերի մասին, չէ՞։ Բայց դրանք ինչ էր։ Դրանք եթե մենք մի բանով ասենք, մի գաղափար ուզենանք ասենք, չէ՞, դա այն էր, որ ավիրումը ինքը անհրաժեշտ կոմպոնենտ է նյութական աշխարհում, երբ որ ինքը գործում է լոկալ։ Հասկանում եք։ Այդ ժամանակ ինքը նյութական աշխարհի գոյության անբաժանելի մասնիկն է։ Հա։ Բայց երբ որ ինքը սկսում է փորձել կանանել ամեն ինչ եւ նյութական աշխարհում մնա մենակ ինքը, այդտեղ ինքը մեծ խնդրեմ է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ վերջում Բրահման ասեց, եւ իրանք իրենց թույլ տվեցին, այսինքն համարձակություն ունեցան, նույնիսկ ին վրա հարձակվեն։ Հասկանում եք։ Այսինքն Տեր Բրահման ինքը կենդանեակի բանականության մանրավուրումն է, այսինքն սառը դատելու, հա։ Եվ ջղայնությունը ինքը այո իհարկե շատ մեծ հարձակում է կատարում այդ սթափ դատելու, սթափ մտածելու, սթափ որոշումներ կայացնելու ունակությանը, սա առաջինը։ Իսկ արտաքնապես Բրահման խոսում է նրա մասին, որ նրանք համարձակվեցին հարձակվել նրա վրա, ում կյանքով են պարտական։ Որովհետև բոլոր ռուդրաները սկսեցին ռուդրայից, չէ՞։ Իսկ ռուդրան ինքը դուրս էր եկել Տեր Բրահմայի մարմնից։ Հասկանում եք։ Ուրեմն այս տեքստերը իրանք շատ հետաքրքիր տեքստեր են հենց հոգու մաքրագործման տեսանկյունից։ Սկզբից կենդանեակը ինքը իր համար խնդրեմ է ստեղծում։ Հետո այդ խնդրեմը ինքը սկսում է իրան վերարտադրել, հա։ Իսկ հետո այդ արդեն վերարտադրված խնդիրը ինքը հարձակվում է հենց նույն մարդու վրա։ Հա։ Եվ նա ինչ որ ամենասկզբում թվում էր պետքական, իր տեղը ունեցող, իր օգտագործումը ունեցող ինստրումենտ, հա, ինքը դառնում է կենդանեակի ներքին աշխարհի տեր ու տիրակալը։ Հասկանում եք։ Եվ դա իհարկե վերաբերվում է իշխանությանը, վերաբերվում է բարեկեցությանը, վերաբերվում է փառքին, հա, վերաբերվում է ինչքանով կենդանեակը ինքը ի վիճակի է ղեկավարել, հա։ Տեսնում եք, եւ այս ցանկացած էներգիան, չէ, եւ իշխանությունը, եւ փողը, փառքը, չգիտեմ, մյուսը, բոլոր այդ էներգիաները հենց որ իրանք կորցնում են ինչ որ մի բանին ծառայելու սկզբունքը, չէ, իրանք սկսում են պահանջել ծառայություն իրանց, այսինքն պահանջվում են գործողություններ, որոնք սնուցում են իշխանություն ունենալու հնարավորությունը, կամ գումար ունենալու, կամ փառք ունենալու, կամ ղեկավարություն ունենալու,
Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այստեղ հիմա փաստացի նկարագրվում է այն բան էլի, այն սխեման, թե ինչպես է ձևավորվում այն, ինչ որ կոչվում է внутренний комплекс, ոնց է հայերեն։ Ներքին բարդույթ, հա, внутренний комплекс, եթե հայերեն ռուսերեն հասկանում եք, այսինքն սկզբից ինքը առաջանում է էներգիա, ինչ որ էներգիա։ Կենդանիակը ամեն մեկը ինքը տիրապետում է ինչ որ քանակությամբ տարբեր էներգիաների, հա։ Էներգիան կամ օրինակ ասենք տվյալ դեպքում ջղայնությունը ինքը դառնում է սովորություն։ Սովորությունը ինքը սկսում է ինքը իրան վերարտադրել, հա, եւ այդպես ձևավորվում է ռեակցիաների մի ամբողջ շղթա։ Եվ այդ ժամանակ, երբ որ ձևավորվեց սիստեման, հա, սիստեման ինքը իրան սկսում է պաշտպանել։ Այսինքն ջղայնությունը ինքը տարածվեց, հավաքեց իր շուրջ իր նման ջղայններին, դա դարձավ սիստեմա, եւ ջղայնների սիստեման ինքը սկսեց ինքը իրան պաշտպանել։ Հասկանում եք։ Եվ այդ նույն բանը գործում է նաև անհատական ազնվորության համար իր ներքին աշխարհում։ Երբ որ այդ ջղայնությունը եւ իրան սազական բոլոր արատները իրենք հավաքվում են, հենց որ սիստեմա կազմեցին, հարձակվում են հենց հենց իր մարդու վրա։ Հասկանում եք։ Եվ մարդը ինքը դառնում է իր ներքին աշխարհում կախված սեփական արատներից։ Ամենասկզբում, երբ որ այդ կախվածությունը այդքան էլ ուժեղ չի, մարդը ինքը դեռ կարողանում է այդ կախվածությունը ինչ-որ չափ ղեկավարել, բայց երբ որ այդ կախվածությունը ինքը դառնում է արմատացած սովորություն, ինքը սկսում է ղեկավարել մարդուն։ Հասկանում եք։ Եվ հիմա այստեղ ինչի մասին էր խոսքը։ Երբ որ կենդանիակը ինքը ինչ-որ մի արատ է սկսում իր մեջ ձևավորել, չէ, օրինակ ջղայն լինելը։ Եթե ինք առաջի քայլը, առաջի արատավորությունը, որը ազնվորության մեջ ձևավորվում է, դա գիտեք ինչն է։ Դա նա է, որ ինքը իրան ներքին տենդենցիաների ուժը թերագնահատում է։ Հասկանում եք։ Այսինքն սկզբում մարդը ինքը կարող է մտածել, դե հիմա ջղայնացրեցին, ես էլ ջղայնացա, իջում այդ փոքրիկ բան է, դրա վրա ինչ ուշադրություն դարձնես, չէ՞։ Բայց Բրահման ինքը ցույց է տալիս, որ այդպիսի փոքր թուլությունը, չէ, ինքը կարող է ծնի վերջնականում այն մի ամբողջ պրոստը ջղայնությունից բաղկացած ներքին աշխարհ։ Երկրորդ քայլը, այսինքն առաջի քայլով կենդանիակը ինքը թերագնահատում է արատը, երբ որ արատը նոր ձևավորվում է։ Երկրորդ քայլով կենդանիակը ինքը արդարացնում է արատի ձևավորումը իր մեջ։ Հասկանում եք, այսինքն ինքը սկսում է արգումենտներ իր մեջ բերել, հա, որը արդարացնում է, օրինակ եթե մենք Բրահմայի օրինակը շարունակենք, որը արդարացնում է ջղայնության գոյությունը, հա, բայց այդ ընթացքում մարդը ինքը միշտ մտածում է, որ ինքը դեռ ղեկավարում է ջղայնությունը։ Իսկ հետո մարդը սկսում է ասել վերջնական խոսքը։ Երբ որ իրան ասում են, ախր այն մարդ, ինչու ես այսքան տեղին անտեղին մարդկանց վրա ջղայնանում, հարձակվում, գորգորում, կոպտում, եսիմինչ, մարդը ասում է, ինչ անեմ, իմ խասյատն էլ այդպես է, ես էլ չեմ ուզում, բայց չեմ կարող չանեմ, չէ՞, 100% լսել եք այսպիսի նախադասություններ, բայց սկզբում մարդուն թվում է, որ ինքը իր ջղայնությունը ղեկավարում է, իսկ հետո ինքը հայտնաբերում է, որ իրականում
այդ ջղայնության էներգիան ինքը դարձել է իր կյանքը, որից ինքը ընդհանրապես չի կարողանում հրաժարվել։ Հասկանում եք։ Եվ մի քանի քայլ հետո տեղի է ունենում ամենասարսափելին։ Դուք գիտեք, նյութական աշխարհում ամենասարսափելին որն է։ Ամենասարսափելին դա նա է, որ նյութական աշխարհում կենդանի էակը մաքուր հոգին կարող է հասնել այնպիսի կետի, որ սիրել սեփական պայմանավորված վիճակը։ Այսինքն ինքը կարող է սիրել իր արատները։ Հասկանում եք։ Եվ մեկ-մեկ մարդը ինքը այնքան է ընտելանում այդ իր բանելի արատավոր ռեակցիաներին, չէ, որ այսպես ատամներով սկսում է պաշտպանել այդպիսի ռեակցիաներ տալու իր իրավունքը։ Եվ մենք գիտենք կրոնական ամբողջ ուղղություններ, մի ամբողջ կրոնական մշակույթ գիտենք, հասկանում եք, որտեղ մարդիկ իրանց այդ ջղայնության էներգիային ազատություն են տալիս, հա, արդարացնում են, այնպիսի փիլիսոփայություն կդնեն այդ ամեն ինչի տակ, որ էլ մեկ էլ ներողություն կխնդրեք ձեզ բռնաբարողին, հասկանում եք, չէ՞, եւ իրանք այնքան են արդեն սիրում այդ իրանց արատավոր բնությունը արտահայտելու, իրան կյանք տալու իրավունքը, որ ատամներով պաշտպանում են։ Հասկանում եք, ուզում է ամբողջ աշխարհը հայավարի ասած թքի մրի, հասկանում եք, իրանք մեկ է շարունակում են մնալ այդ արատավոր անձնավորությունները։ Հա, եւ այդ ժամանակ է, որ այդ արատի բանը, արատի սիստեման ինքը հարձակվում է կենդանեակի բանականության վրա։ Հիմա տեսեք, բայց մյուս կողմից ասենք, այսքան որ քննարկում ենք, ես հատուկ ուշադրություն դարձրեցի ինչ-որ կետերի համար, որովհետև եթե ասենք այս տեքստերը իրանք այսպես մակերեսային ընդունվեն, չէ, միանգամից ձևավորվում է այն մտածելակերպը, որ всё, Ռուդրան ինքը վատն է։ Ես հատուկ ուշադրություն դարձրեցի, Տեր Բրահման ոչ մի այդպիսի բառ չարտասանեց։ Ռուդրան, այսինքն ավիրումը կամ ջղայնությունը, ինքը ունի իր յուրահատուկ շատ կարևոր ֆունկցիան արարչագործությունում։ Հա, կամ ասենք, մարդը ինքը կարող է գալ այն եզրակացության, որտեղ всё, ցանկացած այսպես ուժեղ էմոցիա ինքը վտանգավոր է։ Հասկանում եք, բայց տեքստերը իրանք դրա մասին չէին։ Իրանք ինքը չէր խոսում դրա մասին, որ ուժն է վտանգավոր։ Ինքը խոսում էր դրա մասին, որ ուժը չի ղեկավարվում։ Այդ դա է բանանում վտանգավոր, չէ՞։ Կամ ասենք, մարդը ինքը կարող է այդպիսի համոզմունք ձևավորի, որ խնդիրները իրանք հայտնվում են ինքն իրան։ Բայց այստեղ տեքստը ինքը ասեց ոչ, կա process վերարտադրման, եւ դա օրինաչափություն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ ցանկացած արատ, որը ինքը մեր մեջ գլուխ է բարձրացնում կամ գոյություն ունի, այնպես հանգիստ իր համար մի տեղ նստած, չէ՞։ Ազնվորությունը, եթե հոգևոր զարգացմամբ է ուզում զբաղվել, այսինքն հոգու մաքրագործման process-ով է ուզում զբաղվել, ինքը պետք է հաշվի առնի այդ բանը, հա, որ շատ հաճախ մարդը ինքը հայտնաբերում է իր մեջ մի խնդրեմ եւ ուզում է այդ խնդրեմի հետ աշխատել, բայց երբ որ ինքը սկսում է աշխատել, ինքը հայտնաբերում է, որ այնտեղ մի խնդրեմ չի, այլ ամբողջ համակարգ է։ Հասկանում եք։ Եվ դրա համար ուրեմն պետքա միշտ գնալ ճապոնացիների սկզբունքով, որտեղ կամ հենց իրենց արիացիների, որտեղ բուժվում է ոչ թե հետևանքը, այլ պատճառը։ Հա, եւ ուրեմն այս տեքստերը իրանք
ոնց որ ավարտեցին Ռուդրայի կյանքի առաջի փուլը։ Սկզբում Ռուդրան ինքը ծնվեց որպես ջղայնության սկզբունք, հա? Հետո ինքը ստացավ անուններ եւ իրան աջակցող սկզբունքներ։ Հետո իրան տվեցին ուրեմն առաջադրանք, հա, որպեսզի որ ինքը նույնպես պիտի մասնակցի արարչագործության մեջ, հա? Հիմա եւ հետո բացահայտվեց, որ եթե այդ գործողությունները վերարտադրման, հա, չեն սահմանափակվում, իրանք փորձում են կլանել ամբողջ աշխարհը։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ ցանկացած էներգիա, որը ինքը դուրս եկավ իր այդ տեղից, որի համար ինքը նախատեսված է, ինքը սկսվում է ավիրել։ Ինքը սկսում է ավիրել այս աշխարհը եւ այն ամենը, ինչ իր շուրջ կա։ Հա? Եվ այստեղ երևի հատուկ ուշադրություն է պետք դարձնել այդ բառերի վրա, որը Տեր Բրահման ինքը ասեց վերջում, որ նրանք համարձակվեցին հարձակվել իմ վրա։ Եթե մենք վերցնում ենք անհատականության հոգևոր զարգացման թեման, միայն, հա, ուրեմն այս սկզբունքը ինքը ցույց է տալիս, որ սրտի կեղտոտվածությունը ինքը վերջնականում սկսում է պայքարել նույնիսկ այն ազնվորության դեմ, որի մեջից ինքը դուրս է եկել կամ որի մասն է ինքը կազմում։ Հասկանում եք։ Եվ սա իրականում ուրեմն շատ լուրջ նկարագիր է ներքին կախվածությունների։ Կարևոր էր, որ Բրահման ինքը չարգելեց Ռուդրային գոյատևել։ Ինքը խնդրեց, որպեսզի Ռուդրան դադարի չկառավարված բազմացումը։ Թեկուզ հենց ինքն էլ ուղարկեց, ասեց գնա եւ բազմացի։ Բայց երբ որ դա արդեն ինչ-որ մի հատ քանակությունից ավելացավ, դա դարձավ խնդիր։ Հա? Եվ սա ինքը շատ կարևոր գաղափար է։ Հասկանում եք։ Եվ երբեք ոչ մի տեսակի, ակն այստեղ մենք այդ մշակույթը պիտի սովորենք, որ ոչ մի տեսակի ուժ, ոչ մի տեսակի հնարավորություն, ոչ մի տեսակի պոտենցիա, ինքը երբեք չպետք է լինի ոչնչացված։ Ինքը պետք է ունենա իր ճիշտ կիրառման կետը։ Հասկանում եք։ Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որպեսզի թույլ չտրվի, որ Արատը, եթե այսպես պատկերավոր ասեմ, որ Արատը ինքը այսպես էլի ոնց որ իր կայսրությունը ստեղծի մեր ներսում, հա? Ինչ-որ բաներ էս անկախ պետություն ձևավորի մեր սրտի մեջ եւ այդ դիրքից ղեկավարի մեզ։ Երբ որ ազնվորությունը ինքը այդպիսի բան թույլ տվեց, ապա իր մեջի արատները պարտադիր կերպով մեծ հաղթանակ են ունենալու այդպիսի անձնավորության հանդեպ եւ ինքը հայտնվելու է կախվածության մեջ իր արատներից եւ ամենակարևորը երբեք չի կարողանալու սեփական ուժերով այդ կախվածությունից դուրս գալ։ Այդտեղ է որ Գերագույն Աստվածնավորության նրա սուրբ գրվածքների միջոցով այդպես մեկնած ձեռքը ինքը դառնում է առավելագույնս արժևոր, որովհետև սա շատ կարևոր կետ է, որ մենք հասկանանք, որ իրականում կենդանիակը ինքը երկու ճանապարհով է կարողանում ինչ որ աշխատանք տանել իր արատավոր բնության հետ։ Առաջինը դա տառապանքի փորձն է։ Այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը փորձում է իր արատավոր բնությունը կիրառել, եւ հետո Գերագույն Աստծո ազնվորությունը նրան հրավիրում է պատասխանատվության
Սա դառը եւ շատ ցավոտ փորձի մասին է խոսքը։ Հա, եւ երկրորդը դա գերագույն աստվածավորության կարծիքի հետ հաշվի նստելն է։ Երբ որ կենթանիակը ինքը հաշվի է նստում, ուրեմն գերագույն աստվածավորության կարծիքի հետ, ապա այդ պարագայում ինքը կարողանում է ճիշտ պահվածք ունենալ եւ համապատասխան կարողանում է հաղթահարել իր մեջ ծաղկած, հաղթած, կախվածության մեջ գցած արատները։ Բոլոր նրանք, ովքեր որ փորձ են կատարել լուրջ վերաբերվեն հոգևոր իմաստությանը, իրական իմաստությանը, բոլոր նրանք գիտեն, որ իրենց համար բավականին հեշտ է եղել հաղթահարել շատ ու շատ կախվածություններ իրենց մեջ։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ, բոլորին բարի